Ֆուտբոլում ոմանք խփում են գոլեր, ոմանք գրում պատմություն։ Զլատանը գրում էր մեղեդի, որտեղ յուրաքանչյուր նոտա մի թևավոր խոսք էր։ Միտեղ ինքնահավան, միտեղ գոռոզ, միտեղ կատաղի, միտեղ նուրբ, նույնիսկ մի քիչ կանացի։ Եթե Զլատանը լիներ իմ փոխարեն, կասեր սպորտ կոմեդին լավագույնն է, բայց ես Զլատանը չեմ ու կասեմ, որ մենք ընդամենը լավագույններից ենք։ Ողջույն բոլորին։ Այո, իրադարձությունների ստորագույն սակավության եւ իմ մի փոքր զբաղվածության պատճառով այսօր նույնպես կլինի նոստալգիկ, որտեղ կհիշենք Զլատան Իբրահիմովիչի թևավոր դարձած խոսքերը։ Այնպես որ բաժանորդագրվեք, լայքեք ու զանգակեք, թե չէ Զլատանին կասեմ։ Մինչև Նեյմարը, Մբապեն եւ Մեսին PSG-ին երկար սպասված Չեմպիոնների լիգայի գավաթը պարգևելու եկավ Զլատան Իբրահիմովիչը։ Պարի Սեն-Ժերմենում անցկացրած տարիների ընթացքում Իբրան նվաճեց բազում տիտղոսներ, սակայն բոլորը ներքին ասպարեզում, բայց դա նրան չխանգարեց պարծենկոտ հայտարարություն անել։ Այդպես էլ չպարգևելով Փարիզին երկար սպասված ականջավոր գավաթը հեռանալուց ու դուռը փակելուց առաջ նա ասաց. «Եկա որպես թագավոր, հեռանում եմ լեգենդ»։ Սա հրաժեշտ չէր, սա ինքնաբրենդավորման հստակ քայլ էր։ Եթե լինեիք ֆուտբոլիստ, ինչի հետ ձեզ կհամեմատեիք։ Օրինակ, ես ինձ համեմատում եմ Զիլի հետ, գաբարիտնի եմ ու շատ ծանր եմ շարժվում։ Առաջարկում եմ մի քիչ էլ հետ գնանք ու հասկանանք, թե ինչի հետ էր իրեն համեմատում Զլատանը 2009-ին։ Շվեդ ֆուտբոլիստի բազմամյա կարիերայի թերևս ամենակարճ հատվածը Բարսայում էր, չնայած Կատալոնիայում նա նույնպես հիշվեց Պեպի հետ իրար գզվրտելով։ Նա հայտնվեց այն գազան Բարսայում, որտեղ Զլատանը եկավ որպես թոփ հարձակվող, գոլ խփող մեքենա, մեկ էլ հայտնվեց Պեպ Գուարդիոլան իր ձանձրալի սխեմաներով, խնդրեց Զլատանին իջնել դաշտի կենտրոն, էս անել, էն անել, ինչը դուր չեկավ շվեդ մեքենային։ Արդյունքում դժգույն հարաբերություններ, շփում օգնականի միջոցով, ասում են մի անգամ Իբրան հանդերձանում ափերից դուրս է եկել ու վախկոտ անվանել Գուարդիոլային։ Չնայած նա գոլեր խփեց Բարսայում, դարձավ Իսպանիայի չեմպիոն, ավելի վաղ հիշելով այդ մի տարին նա ասել է. «Ինձ գնելով ձեռք ես բերում Ֆերարի, չի կարելի Ֆերարին վարել Ֆիատի պես»։ Եթե Զլատանի դեմքի արտահայտությանը մի քիչ նրբություն տանք, ապա նա մի քիչ նմանություն կունենա Հիսուսի հետ, բայց ոչ, մենք Photoshop-ից լավ չենք։ Բայց շվեդ ֆուտբոլիստը շատ լավ կարողացել է բռնել պահն ու իրեն համեմատել 2014-ի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Շվեդիա-Պորտուգալիա խաղից առաջ նա մասնակցում էր մամուլի ասուրիսին։ Հարցին թե որ թիմը կկարողանա մունդիալում տեղը զբաղեցնել, նա պատասխանեց. Աստված գիտի։ Հա, ուղղակի նրան հարցնելը բարդ կլինի։ Դուք հիմա նրա հետ եք խոսում։ Այդ ժամանակ Շվեդիան պարտվեց Պորտուգալիային ու դուրս մնաց պայքարից։ Այդ խաղից հետո նա նույնպես հասցրեց գլուխ գովալ։ Աշխարհի գավաթն առանց ինձ դիտելու բան չի սիկ։ Նրան իրենց հայատում ժամանակին ասում էին երևի Զլատան Արյուծով։ Իբրահիմովիչը պասպորտով է։ Եթե հիշում եք, նա շատ հաճախ է գոլերը տոնելիս օրինակ Արյուծի պես մռնչում։ Ճիշտ հասկացաք, նա իրեն համեմատում էր Արյուծի հետ ու կարծում եմ ատելով ատում է այս դրվագը։ Նա եկել էր United, որ փրկի խորտակվող նավը, Հենոյի հետ իհարկե։ Իդեպ նա Հենոյի մասին էլ թեւավոր խոսք ունի, դրան վերջում կանդրադառնանք։ Խաղերից մեկից հետո նրան հարցրին, թե ով է լավագույն հարձակվողը Պրեմիեր լիգայում, ինչին նա պատասխանեց. Ագուերոն ու Լուկակուն։ Իսկ դու? Արյուծները իրենց չեն համեմատում մարդկանց հետ։ Մեծամտություն, թե իրականություն։ Խնդրեմ գրեք մեկնաբանություններում, ես արդեն գլուխ չեմ հանում։ Պետք է ընդունենք, որ մենք հայերս նույնպես գլուխգովան ենք, երբեմն անհիմն, շատ դեպքերում հիմնավոր։ Երևի դա ձգեց, որ Զլատանը գնա Ամերիկա։
Եվրոպան գրավելուց հետո հերթը հասավ նաև Ամերիկային։ Լոս Անջելեսցիները դիմավորեցին առյուծին, որի ժպիտը ոչ մի դեպքում հոլիվուդյան չէր։ Նա միացավ Los Angeles Galaxy-ին ու ժամանելուց հետո միանգամից ասաց. Los Angeles, խնդրեմ, իբր ուզեցիք, եկել եմ, վայելեք, հավերժ չեմ։ Ու շոուն միանգամից պայթեց, ամերիկացի երկրպագուն խելքահան էր լինում, դրանից Զլատանի լեզուն ավելի էր երկարում։ Նորամուտի խաղին նա փոխարինման մտավ։ 40 մետրից ռմբահարեց, 0-3 պարտվելուց 4-3 հաղթանակ։ Ֆանատները վանկարկում էին We want Zlatan ու խենթանում, իսկ խաղից հետո պատասխանը շատ պարզ էր։ Նրանք ուզում էին Զլատանին, ես տվեցի նրանց Զլատանին։ Տարիներն անցնում էին, թվերը փոխվում, բայց նա կարծես ավելի էր երիտասարդանում։ Դրա համար էլ մի առիթ Հոգիտեն համեմատել է Բենջամին Բաթոնի հետ։ Բենջամին Բաթոնը այն հերոսն է, որը ծնվում է արդեն ծեր ու գնալով ավելի երիտասարդանում է։ Շատ լավ ֆիլմ է, կարող եք նայել։ Ու ասել է տարիքս գինու պես է, իհարկե ժամանակը չէր կարող կանգնեցնել, դրա համար ասել է, որ տարիների հետ ինքը քաղցրանում է գինու պես։ Դե Զլատանի տարիների քաղցրության գինիով էլ առաջարկում եմ խմել բոլորիս առողջության համար։ Լավ եղեք։ Բառացի մի քանի օր առաջ մի շարք ֆուտբոլիստներ ուղղակի անհամբեր ասեղների վրա սպասում էին, թե ով է հաղթելու ոսկե գնդակը։ Դեմբելեն հաղթեց ու ֆիքսեց իր լավագույնի կարգավիճակը։ Իսկ 2013-ին Զլատանին ոսկե գնդակ ընդհանրապես պետք չէր։ Ինձ ոսկե գնդակ պետք չի, որ ապացուցեմ իմ լավագույն լինելը։ Նույնը ասել է 2021-ին, ճիշտ է, արդեն մի քիչ խմբագրված։ Ոսկե գնդակը лав բան է, բայց դա ինձ պետք չի, որ ապացուցեմ իմ լավագույն լինելը։ Կարճ ասած ասում է հայելին հերիքա։ Ինչ ոսկե գնդակ։ Зеркало, открой секрет. Кто красой затмил весь свет? Դե կարծում եմ անգամ Զլատան Իբրահիմովիչը հոգու խորքում շատ կուզեր ունենալ այդ ոսկե գնդակը ու կարծում եմ ստանալու դեպքում մի քանի հատ էլ 21 խաղար։ Zlatan Ibrahimovic, the god. Սակայն չմտածեք, թե Զլատանը միայն հասուն տարիքում էր այդպես մեծ փրթում։ Երեխա տարիքում, երբ դեռ փստլնքոտ ֆուտբոլիստ էր Այաքսում, նույնպես պարծենկոտ էր։ Չմտածեք իմ անվտանգության մասին, մենք լավ ընկերներ ենք։ Մի առիթով շվեդ ֆուտբոլիստին քննադատել էր Նորվեգիայի ու Վեսթ Հեմի ֆուտբոլիստ Ջոն Քարյուն, ինչին Իբրան պատասխանել է մրգի լեզվով։ Ինչ է Ջոնը անում է գնդակով, ես անում եմ նարինջով։ Նման հանդգնություն ես հիմա նկատում եմ Լամին Յամալի մոտ, արդեն գրանցվել են հերակա բաթլեր, օրինակ Ադրիան Ռաբիոյի, Ռաֆայել Վանդերվարտի հետ։ Ինչ կասեք, նմանություն կա։ Որքան էլ մտածեցի, բայց միևնույն է չկարողացա հասկանալ հաջորդ միտքը նա մեզնից է գողացել, թե մենք իրենից։ 2001 թվականին Չեմպիոնների լիգայի շրջանակում Այաքսը տանը հաղթեց Լիվերպուլին 3-1 հաշվով։ Այդ խաղում Զլատանը շվեյցարացի ֆուտբոլիստ Ստեֆան Հանչոզի դեմ աչքի ընկավ տպավորիչ հնարքով, ինչը հետո հետևյալ կերպ մեկնաբանեց. Սկզբում գնացի ձախ, ինքը էլի, հետո աջ, նորից ձախ, իսկ նա գնաց հոթ-դոգ գնելու։ Շատ նման է, երբ մենք Հայաթում խաղում էինք ու մի շատ լավ հնարք էր ստացվում մեզ մոտ, ասենք Ռոնալդո, ասում էինք ուղարկեցինք պերաշկի ծախելու։ Oh, Lucas. 17 տարեկանում ոմանք առաջին անգամ համբուրվում են, ոմանք էլ նայում են, թե ուրիշներն ինչպես են համբուրվում։ Իսկ Զլատան Իբրահիմովիչը մերժում էր անձամբ Արսեն Վենգերին։ What? 16-17 տարեկանում արդեն շատ էր խոսվում շվեդի տաղանդի մասին ու Արսեն Վենգերը անձամբ է հետաքրքրվել տղայով ու ցանկացել է, որ փորձաշրջան անցնի իր մոտ։ Ես եթե լինեի, Չարբախից Լոնդոն վազելով կգնայի, իսկ Իբրան Թեբա Զլատանը փորձաշրջաններ չի անցնում։ Ուզում եք ուզեք, չէ հաջող։ Watching Paris Saint-Germain with interest ahead of that first leg, February the 17th. And he's telling Ibrahimovic.
Իհարկե, United տեղափոխվելուց հետո Զլատանը Զլատան չէր լինի, եթե մի ցցուն բան չասեր։ Ես Մանչեսթերի թագավորը չեմ լինի, Աստվածը կլինեմ։ Բայց նա դեռ չգիտեր, որ United-ում ոչ սատանան է կարողանալու սատանա լինել, ոչ էլ Աստված մնալ երկար տարիներ։ Չնայած նա վատ չխաղաց United-ում, Մոուրինյոյի ու Հենոյի հետ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը։ Իսկ վերջում խոստացված թևավոր խոսքը Հենոյի մասին։ Հենոն իմ աղբերն է։ Եթե դժվար չի կխնդրեմ գրեք ձեր հավանած թևավոր խոսքը, բաժանորդը գրվեք, լայքեք ու զանգակեք ու մի օր Զլատանի հետ բլոգ կանենք։ Իսկ վերջում ուզում եմ ասել, որ ինչքան էլ պարծենկոտ ու մեծամիտ թվա Զլատանը, բայց իմ կարծիքով նրա բոլոր ասածների մեջ կա իմաստ եւ հիմք։ Նա բոլոր ասածները ապացուցել ու արել է գործով։ Ուզում եմ, որ բոլորիս մոտ խոսքը արժեք ունենա եւ մի բան ասելուց այնպես անենք, որ այդ խոսքը արժեք ունենա եւ գետնով չգնա, որովհետեւ դա մեզ մոտ շատ պակասել ցավոք սրտի։ Այսքանն էր այսօրվա համար, հուսով եմ դուր եկավ եւ վերջում ուզում եմ ասել, եթե Զլատանին տեսնեք, ասեք թող զանգերից պատասխանի։ Շատ է աբրկել արա։